երեք հմեկ էի նայում ու տեսնում էի, ասում էին, որ Հայաստանը շատ զարգացած երկիր է։ Պատմում են, որ Շվեյցարիային տվել անցել է։ Ասում էին, աղքատություն չկա էլ, ոչ մեկ էլ խոպան չի գնում, երկիրը զարգանում է ու մեծանում է, ասում է, մենք ուղղակի չենք զգում էդի։ Հմեկին, որ նայում ես, տեսնում ես, որ ոնց որ ամեն ինչ լավ է գնում, էլ խի ենք սենց տանջվում մենք, խի միլիոնավոր հայեր սենց ցավում իրանց երկրի համար։ Հետո անջատեցի հմեկը ու սկսեցի բոլորին զանգել հարցնել դուք ոնց եք մտածում։ Նաև ընկերներին զանգեցի Գեղարքունիքի մարզից։ Ասեցին, դե ոնց ասենք, գյուղի տղամարդկանց 90%-ը ստեղ չի։ Գործ չկա։ Փաստորեն հմեկը ոնց որ մի քիչ չափազանցնում է։ Եթե այդքան ամեն ինչ լավ է, ինչու են մարդիկ Հայաստանից գնում։ Վոլգոգրադում երևի հայերի մեծ մասը ում գնում ես գավառից է։ Բոլորը լավ գործով, բանով, բայց հայրենիքի հանդեպ կարոտով։ Ուրիշ քաղաքներում է նույն բանն է։ Դուք ձեր շրջապատում կա մարդ, ով արտագնա աշխատանքի բարեկամ չունենա։ Գործարանները երկրում քանդվել է, մարդիկ ստիպված են եղել գնալ դուրս աշխատեն։ Որպեսզի իրենց ընտանիքը պահեն ու փառք Աստծո պահում են, լավ պահում են, հնարավորություն տալիս են, բայց մեր երկրի համար, որպեսզի այդ մարդիկ մնան մեր երկրում, որպեսզի երկիրը շարունակի ապրել, համայնքները շարունակեն ապրել, մեզ պետք է վերականգնենք այդ պոտենցիալը, ինչ որ ունեցել ենք, վերականգնենք այդ գործարանները, ինչ որ ունեցել ենք։ Եթե մենք ապագա ենք տեսնում Հայաստանի համար, մենք պետք է աշխատատեղեր ստեղծենք Հայաստանում։ Հայաստանին պետք է ղեկավար, ով կարիք չունի ֆինանսական ոչ մի բանի։ Պետք է ղեկավար, ով մենակ հայրենասիրությունից դրդված, իր հայրենիքի փառքից դրդված պետք է աշխատի։ Ով ունի բարեկամ դրսում, այդ մարդկանց որ հարցնում եք, իրանք կարոտում են իրանց հայրենիքը։ Հայրենասեր են, շատերը ասում են Սամվել Կարապետյանը Ռուսաստան է գնացել, այնտեղ է հարստացել, ուրիշ երկրներ է հարստացել։ Իսկ ձեր բարեկամության մեջ կա որ Ռուսաստան չի գնացել։ Ու կա մարդ, որ գնալով իր հայրենասիրությունը այսքան իջել է։ Ավելի չի մեծանում Սփյուռքում ապրելով։ Ավելի չես կարոտում հայրենիքը։ Գադերը երկրի դրսում ես մենակ իմանում։ Դա է շատ կարևոր բան։ Հիմա մեր երկիրը առաջնորդության խնդիր ունի։ Աստծո տված ճանապարհով գալով եկել ենք այնտեղ, որ Կարապետյանը հանդես է եկել որպես Հայաստանի հաջորդ վարչապետի թեկնածու։ Չունի որևէ ցանկություն, չունի որևէ Հայաստանի համար որևէ ցանկություն բացի աղքատության աղտարումը, որտեղ հոգնել ենք թույլ լինելուց, հոգնել ենք հարևան ազգերի մեջ ամենաթույլը լինելուց։ Մեր երկրին պետք է միասնություն, պետք է ղեկավար ոչ հնից, ոչ նորից, որպեսզի ժողովուրդը, ամբողջ ժողովուրդը նոր մարդու հետ կապի հույսը ու ատելություն փոխադարձ չլինի։ Երբ որ միանանք ու տնտեսական առաջնորդ լինի մեր երկրում, մեր երկիրը համ բարեկեցիկ կլինի, համ ուժեղ։ Նաև շատերը գիտեն, որ հարցեր են բարձրացնում, չունենալով Սամվել Կարապետյանի մասին խոսալու մի հատ թերություն, ասում են ԿՊ-ն հայտարարություն էր անում 8 ամիս ման գալով, բան չգտնելով մեր վրա, Սամվել Կարապետյանի անցած ամբողջ ուղու վրա մի հատ թերություն չգտնելով, ասում է, որ Կարապետյանը կարող է իր ձայնը տա, օրինակ Ռոբերտ Քոչյանին։ Լսել եք։ Ժողովուրդ ջան, դա ապացույցն է, որ բան չեն կարողանում Կարապետյանի վրա գտնել։ Հիմա ես ձեր մոտ հայտարարում եմ, մեր ուժը ձայնը տալու է Սամվել Կարապետյանին որպես Հայաստանի վարչապետ։ Ով ձեզ ասի, որ կասկածի, ասեք Նարեկը գրազ է գալիս։ Ինչքան ինչ գրազ ուզում են, թող ասեն։ Ու գրազը դուք կվերցնեք հաղթելուց հետո։ Շնորհակալ եմ գավառցիներ ջան։ Մենք իրար հետ պետք է ուժեղ երկիր սարքենք, պետք է մեր երկրում մեղվաբուն լինի, աշխատանքը եռա, լուրջ զբաղվենք մեր երկրով, չգնանք մետրոյի մեջ երեխաների հետ կռիվանենք, կանանց հետ կռիվանենք, գանք գործի հետ կռիվանենք, պետք է եռա մեր երկիրը,
ու թարգենք էլ թույլ լինելուց։ Մեզ թող չհամոզեն։ Անենք։ Ապրեք։ Շնորհակալ եմ շատ, որ ժամանակ եք տվել ու եկել եք։